Մեկ երկուս սիրելի գավառցիներ ողջույն, ոտներս խերով ձեր սիրելի լուսավոր արևոտ գլուխներս այլվեց քաղաքում։ Մինչև քաղաքական մասին ասելու ուզում եմ խոսքը տամ Կարպիս Փաշոյանին, գավառի ամենակարևոր խորհրդանիշներից մեկի մասին խոսք ունի ասելու եւ կանցնենք արդեն մեր հանդիպմանը, խնդրեմ։ Իսկապես շատ խորհրդանշական վայրում ենք, գավառը Հայաստանի ամենահարուստ պատմությամբ քաղաքներից մեկն է, հիմնադրվել է 1829-1830 ռուս-թուրքական պատերազմից հետո, Ադրբեջանապոլսի պայմանագրից հետո, երբ որ Արևմտյան Հայաստանի Բայազեդ քաղաքի բնակչության մի մասը տեղափոխվեց այս շրջան, հիմնելով նոր Բայազեդը։ Ճիշտ է, այս ինֆորմացիան չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի հաղափարախոսության համատեքստում, բայց սա շատ կարևոր խորհրդանշական փաստ է եւ մենք գտնվում ենք քաղաքի հիմնադիրների հուշարձանի մոտ։ Քաղաքը հիմնադրել են արծրունի եղբայրները Մկրտիչ, Մարգար եւ Պարսեղ արծրունիները։ Կարծում շատ կարևոր ինֆորմացիա է եւ այդ ինֆորմացիան մեզ կրկնակի ուժ է տալիս ավելի արդյունավետ քարոզություն իրականացնելու համար։ Հիմա տամ ձեզ։ Շատ ուսանելի ես կասեի նաև։ Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր Գեղարքունիքի մարզում ենք եւ մի քանի քաղաքներում, բնակավայրերում հանդիպումներ ունենք ժողովրդի հետ։ Առաջինը, որ կուզենայի ասել, որ մեր քարոզարշավի երգն էր եթերում, լավ կլինի նաև բարերին հետևեք, որովհետեւ շատ խորը իմաստ է դրված այս երգի մեջ եւ այն ըստ էության ոչ միայն բողոքի ձայն է եղած իրավիճակի վերաբերյալ, այլ նաև մի մեծ ճանապարհ հարթող երգ է լինելու մեզ համար եւ նաև մեր ժողովրդի համար, վստահ եմ, գնալով այն կդառնա ավելի հոգեհարազատ 2 օրայից։ Մի օր առաջ ենք այն հրապարակել, բայց հիմա ուզում եմ մի քանի քաղաքական շեշտադրում կատարել մեր քարոզչության վերաբերյալ։ Սիրելի գավառցիներ, մեր առաջարկը ձեզ հետևյալն է։ Մենք մեր կարգախոսով արդեն իսկ ասում ենք, որ մենք մեր ժողովրդին կոչ ենք անում աջակցել Լուսավոր Հայաստան կուսակցությանը, մեր թիմին եւ ձեր քվեարկությամբ ապագա ազգային ժողովում ունենալ ժողովրդական խմբակցություն, որը լինելու է հսկողը, որը լինելու է ժողովրդի ձայնը, որը լինելու է ժողովրդի ամենօրյա խնդիրները բարձրաձայնողը, բայց ամենակարևորը լինելու է ժողովրդի համար փոփոխությունների լոկոմոտիվը, առաջատարը։ Ինչու՞։ Տեսեք, հիմա ինչա կատարվում։ Կա իշխանություն, կան 3 խոշոր ընդդիմադիր ուժեր, եւ իշխանությունը թիրախավորում է այս 3 խոշոր ընդդիմադիր ուժերին, որովհետեւ լավ հասկանում է, որ միայն այդ 3 խոշոր ընդդիմադիր ուժերի անցնելով իշխանությունը չի փոխվելու։ Եվ հետեւաբար թիրախավորում է նրանց, որ իբր կռիվը գնում է միայն իր եւ այդ 3 խոշոր ուժերի միջեւ։ Սակայն ես եկել եմ ձեզ ասելու, որ եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու։ Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ փոփոխություններ լինեն, եւ դեռ չեն կողմնորոշվել, չգիտեն ինչպես քվեարկեն, իսկ մեր ուսումնասիրություններով շուրջ 200,000 մարդ չի ուզում իր ձայնը տա իշխանությանը եւ չի ուզում իր ձայնը տա իմ նշած ընդդիմադիր ուժերին, այլ մարդկանց համար մենք ունենք պրոդուկտ քաղաքական։ Այդ պրոդուկտը հետեւյալն է. դուք մեր միջոցով լինելու եք խորհրդարանում եւ լինելու եք խորհրդարանի այդ մասի բաժնետերը։ Եվ այդ բաժնետերը նշանակում է լինել ժողովրդի ներկայացուցիչ, հետեւաբար թույլ չտալ, որ երկիրը ետ գնա նախկին բարքերին։ Որտեղ մենք դա բացառում ենք եւ մենք դրա երաշխավորն ենք։ Երկրորդը, միանշանակ երաշխավորել, որ փոփոխություն է լինում եւ իշխանությունը փոխվում է։ Երրորդը, բազմաուժ պարլամենտ է ձևավորվում եւ բազմաուժ պարլամենտի գործադիր իշխանություն կոմպրոմիսային վարչապետով, որը բանակցությունների ժամանակ չի կարող լինել ճշմարտ տակ, թե ինքը ներկայացնում է ամբողջ երկիրը, որովհետեւ ունի մեծամասնություն եւ հետեւաբար այլ բաներ մի արաստեղ Վանաձորի ասած գնաց քննարկես բանեն, աստեղ որոշի, ճանապարհա, բանա, հողա, դեսա, դենա, ինչ կա զիջելու, դու են աստեղ որոշի, գնա այդ զիջումներին, միանձնյա, միայնակ։ Պետք է այս ամեն ինչը կասեցնել։
Մենք դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որ ունենա այսօրվա նման բացարձակ իշխանություն։ Ուզում է գործող իշխանության մասին ավելորդ ասել, պարզա, ով ուզում է լինի ինդիմադիր ուժերից։ Մենք դեմ ենք բացարձակ որևէ մեկի իշխանությանը։ Եվ ժողովրդին կոչ ենք անում, քվեարկելով մեր օգտին, դասներով խորհրդարանում ժողովրդական խմբակցություն, փոխել իրավիճակը եւ ներկայացված լինել, դառնալ ապագա իշխանության, ապագա պարլամենտի բաժնետերը։ Մյուս տարբերակը սիրելի հայրենակիցներ, դա էլ ասեմ, հետո չասեք, չէ կար մի հատ գավառ, մի հատ չասեցիր իմանանք, այդ Մոնջան, մի հատ էլ ասեմ։ Մյուս տարբերակն այն է, որ Երևան քաղաքի ընտրությունների նման դուք չգնաք ընտրությունների կամ ձայնը կոնկրետ չկոնսոլիդացնեք մեր ուղղությամբ եւ մենակ Երևանում ինչ է կատարվում։ 1 միլիոնանոց քաղաքը կառավարում է 75,000 ձայն ստացած մարդը։ Դրա համար խայտարակություն է տիրում մայրաքաղաք Երևան։ Կառավարման ճգնաժամ։ Խայտարակությունը մեղմ բառ է նկարագրելու Երևանի օդի վիճակը, տրանսպորտի վիճակը, խցանումները, ճանապարհները, ամեն ինչ։ Կանաչապատում։ Հիմա նույն բանը ժողովուրդ տանը նստելով կարող է հասնել նրան, որ նույն բանը համապետական մակարդակում լինի։ Դա համար մենք այստեղ ենք ձեզ ասելու, դուք այդ հնարավորությունն ունեք։ Մենք ձեր տեղը գիտենք։ Այն քաղաքացիները, ովքեր որ չեն ցանկանում ձայնը տալ իշխանությանը, բայց ուզում են փոխել իշխանությանը, բայց նույն ժամանակ որոշակի վախեր ունեն, չեն ուզում ձայնը տալ մյուս երեք քոշով ուժերին, մենք ձեր տեղը գիտենք։ Մենք ձեր համար այդ պրոդուկտն ենք։ Մեր միջոցով եղեք ներկայացված, եղեք բաժնետերը կառավարության։ Եղեք բաժնետերը ազգային ժողովի։ Հիմա Երևանում ոչ մեկը չի կարող ասել, որ Երևանի կառավարման մեջ որևէ ձևով դուք բաժնետեր եք, որևէ ձևով դուք ներկայացված եք։ Փոքրամասնության, նաև փոքրամասնության քաղաքապետ ունենք Երևան քաղաքում։ Էս այն ինչ որ տեղի ունեցել։ Մեր ինքնության մասին խոսելիս սիրելի հայրենակիցներ, մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք Հայաստանի Հանրապետությունը, մի պետություն է, որ հայ ժողովրդի դարերով անցած ճանապարհի արդյունքն է, եւ հիմա այդ դարերով անցած ճանապարհը ռևիզիայի են ենթարկվում։ Ռևիզիայի։ Եթե ռևիզիա բանը բարդ է ասեմ, ուրանում են։ Եթե դա էլ է բարդ, ասեմ, ընդունում են Ադրբեջանի եւ Թուրքիայի թեզերը մեր պատմության մասին։ Որտեղ եք որ ժողովուրդը մենք ասենք այնտեղ ցեղասպանություն բան նայենք քանի օքի ազողվել ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում շատ ենք խոսել այս մասին։ Եվ հա դրա համար նաև մենք ունենք խորհրդանիշ Քարոզարշավի։ Եվ այս խորհրդանիշի վերաբերյալ մենք մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցինք, բայց որքան հասկանում ենք դեռ ոնց որ թե լավ չի լուսաբանվել, ես խնդրեմ Դավիթ ջան, արի առաջ։ Ես ուզում եմ մեր խորհրդանիշը այստեղ նորից ներկայացնել, տեսեք։ Մենք ասում ենք, որ պաշտպանի ինքնությունը։ Մենք գտնում ենք, որ մեր ազգային արժեքներով մենք պետք է պաշտպանենք մեր հայկական ինքնությունը։ Մեր հայկական ինքնությունը պաշտպանելով մենք պաշտպանում ենք այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իր սահմաններով, որտեղ այսօր աշխարհում Թաշկինակի պես պետությունների սահմաններ են փոխվում, ժողովուրդ։ Այս պայմաններում մենք պետք է հետ գանք մեր ակունքներին։ Այս պայմաններում մենք պետք է ոչ թե ընկնենք ճշտամու խելքին իր թեզերը Հայաստանում շրջանառենք, այլ մենք պետք է մեր ակունքներին գանք, մեր իրականությունը պատմենք, մեր մասին խոսենք։ Այսօր ինչ են այս 3 խորհրդանիշներն էստեղ։ Ինքնիշխանության մասին Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Այս զինանշանը վտանգված է։ Որտեղ մենք գիտենք սահմանային կրիքների վրայից Արարատ լեռը հեռացվել է։ Եվ իշխանությունը ծրագրում է, եթե ընտրվի, նաև հեռացնելու է մեր զինանշանի վրայից։ Հետևաբար սիրելի հայրենակիցներ, պետք է պաշտպանենք մեր ինքնությունը, մեր զինանշանը։ Գնացինք առաջ։ Մեսրոպ Մաշտոցը մեր գրերը, մեր աստվածատուր գրերը։ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքերում դարձել է QR կոդ։ Իմ աղջիկը հեռախոս չունի։ Ես հեռախոս չեմ առնում իր համար, չեմ ուզում հեռախոս ունենալ։ Եվ ինքը հնարավորություն չունի դասագրքից QR կոդով տեսնել ով է Մեսրոպ Մաշտոցը։ Այսօրվա վարվող քաղաքականությունը դրա մասին է։ Դա համար կարիք կա պաշտպանելու մեր ինքնությունը, մեր արժեքները։ Եվ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը համայն հայության հավատքի կենտրոնը։ Բոլորս գիտենք ինչ հարձակումների տակ է մեր եկեղեցին, եւ բոլորս գիտենք, որ որպես առաջին քրիստոնյա ազգ
Եթե մենք Հայաստանի Հանրապետությունում չենք պաշտպանում մեր եկեղեցին, Ստեփանակերտում եկեղեցին հողին է հավասարեցվում եւ աշխարհում ոչ ոք ձայն չի հանում, որովհետեւ Հայաստանում իշխանություն ունես, որը ասում է դե իրանց ինքնիշխան տարածքում է քանդում են, ինչ անենք։ Պատկերացնում եք ցեղասպանության մասին ասեին, դե Թուրքիան իր ինքնիշխան տարածքում կոտորում է հայերին, մենք ինչ անենք։ Սա ինչ է ռետորաբան, սա ինչ խոսակցություն է։ Ես կարծում եմ Վահանը ներկայացրեցինք եւ մենք աշխատում ենք բոլոր վայրերում մեզ հետ տանել, սիրելի քաղաքացիներ, կարող նկարվել Վահանի հետ։ Վահանը նաեւ տարածել սոցիալական ցանցերում, տարբեր համայնքներում մարդիկ գալիս նկարվում են, բայց արձագանք կար, որ մի քիչ բացատրությունը պետք է նորից տալ։ Ահա մեր ազգային ինքնությունը անփոփոխ մի խորհրդանիշ։ Բնականաբար շատ խորհրդանիշներ ունենք, բայց առաջնահերթ մենք առաջ ենք դրել են խորհրդանիշերը, որոնք վտանգված են։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Հիմա մենք այս եթերային հատվածը բնականաբար վերջացնենք, կսկսենք շփվել քաղաքում տարբեր վայրերում, բայց մեր ուղերձը մեկն է ժողովուրդ ջան։ Գնացեք անպայման ընտրության։ Հունիսի 7-ին օգտվեք 5 տարին մեկ ձեր կառավարման իրավունքից։ 5 տարին մեկ եք դուք այդ կառավարման իրավունքը ստանում։ Հետո ոչ մեկին չասեք, չբողոքեք։ Եկել եմ ասեմ, չասեք Դավիթն եկավ գողով գնաց։ Իմացեք, 5 տարին մեկ այդ շանսը ստանում եք, տանը մի նստեք, հետո անպայման գնացեք ընտրական տեղամաս։ Եվ մեր կոչը ձեզ այն է, որ գնանք ընտրական տեղամաս, վերցնեք թիվ 19 քվեաթերթիկը եւ ձեր քվեարկությամբ լինեք ներկայացված ապագա ազգային ժողովում, որտեղ A. թույլ չենք տալու նախկին բարգերը ետ գան, B. փոխվելու իշխանությունը, G. բազմաուժ իշխանությունա լինելու, հավասարակշռված եւ ոչ ոք չի կարող մի մարդուն այլևս ճնշել, որ իբր ինքը դե ամբողջ իշխանության տերն ու տիրականն է, դե ինքն էլ պետք է որոշի։ Եվ ուժեղ նախագահի ինստիտուտ մեր ազգային արժեքների վրա հենված բարձր հեղինակությամբ։ Ահա մեր առաջարկը, պետք է խնդրեմ մեր երգը նորից միացնեք, եթերում նաև երգը գնա։ Շնորհակալ եմ։ Կմոտենամ։ Կալ էր երգել բարերով, Օրինակ Այվը գնում, հա? Այլ է երկել։ Որ կարծում են իրենց թագավոր Էկրաններին ավրիուցը ինտերնետի խնդիր կա։ Մեկը փրկիչ